Բարի օր, տաղավարում այսօր հյուրընկալել ենք Գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Աննա ջան։ Մեր զրույցը սկսենք ձեր և թիմի ուսումնասիրությամբ, որը վերաբերում է հիմնականում ֆոտոքիմիային և կատալիզին։ Մի քիչ բացատրենք մեր դիտողին, ինչ է ինձ ներկայացնում։ Կենտրոնը դեռևս հիմնադրվել է 2006 թվականին, միավորվելով 3 ինստիտուտներ ակադեմիական, դա օրգանական քիմիայի ինստիտուտն է, որը հիմնադրվել է դեռևս 1957 թվականին, նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտն է, որը հիմնադրվել է 1954 թվականին, ակադեմիկոս Մենջերյանի շնորհիվ, ասենք ասենք, 1994 թվականին մոլեկուլի կառուցվածքի ուսումնասիրման կենտրոնը, որի գաղափարը շատ լավն էր, որովհետև Հայաստան ամեն դեպքում փոքր երկիր է եւ պետք էր ունենալ հազվագյուտ հետազոտական սարքեր, բայց հավատացեք, չէր կարելի այդ սարքերն ունենալ, ասենք, բոլոր կենտրոններում, բոլոր ինստիտուտներում, բայց ունենալով մեկտեղ կարելի էր սպասարկել ամբողջ գիտությանը, գաղափարը դա էր 94 թվականին, երբ որ հիմնադրվում էր։ Եվ հավատացեք, հաջողվեց, որովհետև այնտեղ հիմա մեկտեղված է ավելի քան 7-8 սարքավորում, որոնք բացառիկ են, դրանպես Հայաստանում միակն են, դե սարքեր կան, որ դրանպես անփոխարինելի են մեր քիմիկների համար եւ սարքեր կան, այս վերջին զարգացումներից, ֆինանսավորման ավելացումներից ելնելով կարողացանք ձեռք բերել, որը 30 տարի եւ ավել երազանք էր պարզապես գիտության համար, բայց ունենք այդ ամեն ինչը ու 2006 թվականին այդ ամեն ինչը միտեղ մի կենտրոնի տակ հավաքվելով կարողացանք ունենալ ավելի օպտիմալ կառավարման եւ օպտիմալացված վիճակ, որը հիմա ֆիզիկապես գտնվում է նոր օրգանական քիմիայի ինստիտուտում, իր խնդիրներով եւ ամեն ինչով, բայց երևի մի քանիսին տեղյակ եք, կարողացանք ունենալ, որ կարող եմ անկեղծորեն ասել, այդ օպտիմալացումը հիմնականում փրկեց այդ 3 ինստիտուտներին, որովհետեւ դա իսկականի ժամանակի պահանջներ, ամեն ինստիտուտում մնացել էր 50-60 հոգի, սենց իրարից համայրատ է տարանջատված, իհարկե ՄԿՈՒԿ-ը եւ նոր օրգանական քիմիայի ինստիտուտը մի տեղում էր, բայց օրգանական քիմիայի ինստիտուտը քանակերում էր, եկավ, սենց ասած, հասավ ռայկոմ, որպես այդպեսին։ Ու ունեցանք մի իրավիճակ, երբ որ հիմա մենք ունենք 250 հոգանոց անձնակազմ, զբաղվում ենք հիմնականում, ասեմ սենց առանձին, բայց հիմնականում հիմա ամեն ինչ ընդհանուր է քիմիկների տեսանկյունից, նույն նոքին եւ ոգին, այդպես կարճ ասեմ, էլի, զբաղվում են պոտենցիալ կենսաբանական ակտիվ միացությունների փնտրտուքով, հիմնականում ոգի խնդիրները եղել են եւ շարունակում են մնալ ժամանակակից խնդիրների լուծումը, հիմա արդեն փոքր եւ միջին քիմիայում, որովհետեւ ժամանակին նաեւ սովետական միության ժամանակ մեծ քիմիայի խնդիրներն էր լուծվում օրգանական քիմիայի ինստիտուտում, այդ արտադրությունում, հիմա կարելի ասել փոքր եւ միջին քիմիայում եղած հանրապետությունում եղած խնդիրների մի մասը բարեհաջող լուծվում է եւ շարունակվում են նաեւ ուսումնասիրվել նոր ռեակցիաներ, նոր հետազոտություններ, ռեակցիայի մեխանիզմներ, ասենց ասած մաքուր քիմիայով նայել այդ խնդիրներին, որը մի քիչ նոքից դրանով է տարբերվում, որովհետև նոքին ավելի շուտ նոր դեղամիջոցների փնտրտուքով է զբաղվել, փորձում շարունակում զբաղվել այս իրականությունում, այս անկախությունը, որովհետև այդ նոր դեղամիջոց հայտնաբերելը, հավատացեք, շատ մեծ ֆինանսական ներդրումների, նոր համակարգերի ստեղծման, նոր ինֆրաստրուկտուրայի հետ կապված է, բայց ասեմ, որ նաև կա տեղերի փոքր արտադրություն, որը Հայաստան Հանրապետությունում տեղահանքի արտադրություն է, 0-ից ասենց ասած, որը իրականացումը 4 տեղի եւ տեղահանքի մասին է խոսքը, որ իհարկե այս իրականությունում բերել է նրան, որ առանց մասնավորի անհնար է, որովհետեւ պետք են GMP ասենց ասած վերջնական փաթեթավորման եւ ամեն ինչի համար GMP պայմաններ, որն էլ մասնավորի հետ համագործակցությամբ բարեհաջող իրականացում է։ Իհարկե դա ասում օվկիանոսի մեջ մի հատ կաթիլ է, որովհետեւ լիքը հարցեր կան, էլի տեղ արտադրելու եւ այլնի հետ կապված։
Իսկ գալով արդեն մեր իրականություն, ասենց ասեմ, էլի մենք տեսեք շատ կարևոր բան տեղի ունեցավ վերջի 4-5 տարում, դա այն էր, որ գիտության ֆինանսավորումը ավելացվեց։ Այդ ֆինանսավորումը իր հերթին կարող վստահորեն ասեմ, որ ժամանակին էր, որովհետև այն վերջի մարդիկ, ովքեր հələ ուզում էին, հələ կարային զբաղվեին գիտությամբ եւ այլն, հələ չէին մտածում, ասենց ասած ուրիշ բաների մասին, քիչ-քիչ ամեն դեպքում խնդրեմն էր, որ մարդիկ գնում էին պետք էր ընտանիք պահել, բայց այդ ֆինանսավորման ավելացումը փրկեց այդ իրավիճակը ու այն մարդիկ, ովքեր այսօր կան, այդ ֆինանսավորման ավելացման ու նաև այն մարդիկ են երիտասարդները, ովքեր որ գալիս են այդ ֆինանսավորման ավելացման պատճառն էին, ու հիմա գալով մեր հետազոտությունը այդ նույն ֆինանսավորման ավելացման պատճառով ու հետևանքով եղավ, որովհետև այն ինչ որ մենք հիմա անում ենք առանց այդ ֆինանսավորման ավելացման ու այդ ասենց ասած աջակցության ընդհանրապես անհնար էր, որովհետև մենք կարողացանք արդեն համագործակցության ասենց ասած խնդրել ու հասնել օրինակի համար իմ կոլաբորատորը Տալասի Տեխասի համալսարանի պրոֆեսոր Գևորգյանն է, որը ասենց ասած մեզ շատ օգնում է ըստ էության մեր լաբորատորիայի ղեկավարն է հեռավար ու այդ ֆինանսավորումը, որը տրվեց մեզ այդ հետազոտությունները անելու համար, թույլ տվեցին սկսել այդ հետազոտությունները, դա դեռևս 22 թվականի դեկտեմբերին էր, առաջի հեռավար լաբորատորիանի այդ մրցույթներ, որ հայտարարվեց, կարողացանք ունենալ ու հետազոտությունները, ասեմ, ինչով են հետաքրքիր այդ ֆոտոքիմիական կամ ֆոտոկատալիտիկ, տեսեք, պատմության մեջ շատ հայտնի, ասենց ասած, սիրում ա կատակել էլի, պրոֆեսոր Գևորգյանը ասում է, շատ հայտնի իտալական ազգանով բան կա, Ջակոմո Չամիչյան կա, բայց իրականում Հակոբ Չամիչյանն է, որը ֆոտոքիմիայի հիմնադիրն է, դա հայտնի փաստ է, Ֆլորենսիայում ինքը այդ ամեն ինչը սկսել էր, արել էր, նաև ասեմ էլի կանաչ քիմիայի ընդհանրապես հիմնադիրն է, որովհետև ինքը փորձել է այդ ամեն ինչը անել, ասենց ասած, էկո ընդունելի պարամետրերով, արևային էներգիան օգտագործելով, ինչ էր անում, պարզապես վերցնում էր իր պատշգամբում տեղադրում էր ամբրանը, այդ փորձերը, ամբողջ ճաշնան եւ ձմռան զբաղվում էր այդ փորձերի մշակմամբ, թե որը ինչ էր, ինչ չէր, մեծ հաջողություններ իհարկե ուներ, բայց միայն արևի հույսին մնալը, միևնույն ժամանակ ասեմ, ասենց ասած հետաքրքիր բաներից մեկը այն է, որ նույն Ֆլորենսիայում արևի ինտենսիվությունը ընդամենը ինդեքսը 7.3 է, իսկ Երևանում ամենալավ եղանակին 8.5-ից ավել է։ Այսինքն Երևանում ֆոտոքիմիայով զբաղվելն ավելի ձեռնտու է փաստորեն, բայց միշտ մինչև այդ լեկցիաները, բաները, որ պրոֆեսոր Գևորգյանը կարդում է, որ Հայաստանում ընդհանրապես զբաղվում։ Դա բնականաբար ոչ մեկ, բայց հիմա այդ ասենց ասած ծիլերը կան ամեն դեպքում, արդեն 1, 2, 3 խումբ, որ որպես գործիքակազմ, որ ինքը օգտագործում է լաբորատորիայում ֆոտոքիմիական պրոցեսները, ֆոտոկատալիտիկ, ֆոտոքիմիական մի քիչ տարբեր բաներ են, պրոցեսները, դա օգտագործվում է, իսկ մենք մասնավորապես ֆոտոկատալիտիկն է, որը շատ կարևոր է, որովհետև դարձնում է քո կատարած աշխատանք ավելի մատչելի, ավելի հասանելի, ավելի մեղմ պայմաններում իրականացվող, որը թույլ է տալիս, մենք դա անում ենք իհարկե լաբորատորիայում, ասենց ասած LED լամպերի տակ, նույնիսկ համեմատության համար ասեմ, որ կան հետազոտություններ, որը ասենց ասած խանութից գնաց են, այժմ բանը ինչքան է, 1-2 դոլարանոց LED լամպերով արվում, բայց իհարկե մենք ունենք ինչքան է մեր $600-700 մեր մի լամպը, որը ձեռք ենք բերում եւ օգտագործում ենք այդ մեր փորձերի մեջ, որը անհնար է, էլի եմ ասում, առանց այս ֆինանսավորման ու նման օրինակ մրցույթների այդ տեսանկյունից պետք է ասենք որ ճիշտ ժամանակին կարող է նաև շատ ուշացած, բայց տեղի ունեցավ։ Մեր համար կարող է ճիշտ ժամանակին, որովհետև խումբը ձևավորվեց, խմբի անդամները անպայման մեկնեցին պրոֆեսոր Գևորգյանի լաբորատորիա, այս վերջում արդեն 6 ամիս վերապատրաստում մասնագիտական ունեցան, լավ արդյունքներով հետ եկան, որ կատարած հետազոտությունները կարելի է լինել
տպագրելու ենք, փորձելու ենք ամենակիչը։ Ջաքսում է այդ լինելու, այդ որը ասենց ասեմ, կարելի ասել են ոլորտի առաջատար 5 ժուրնալներից մեկն է, ասենց մեկ հոդված, որ արդեն հաջողությամբ տպագրությանը գնաց է Nature Catalysis-ում, անոնսն արել են, որ ամսու 20-ին տպվելու է, այդ արդեն մեծ հաջողություն է, ասեմ, որտեղ ուղենշային, հիմա արդեն աշխատանքները եւ լաբորատորիայում է կատարվում հաջողությամբ մի քանի պրոյեկտի վրա աշխատում ենք, որոնք հավանաբար արդեն առաջ գնանք ու կունենանք արդեն, ինչպես ասենց ասած պրոֆեսոր Գևորգյանի ուղղորդման ու աջակցման, այնպես էլ ասենց ասած առանց իր, որովհետև շատ կարևոր է այդ արդեն կարողանալ ինքնուրույն արդեն աշխատել, որովհետև լիքը բան սովորել ենք, լիքը գործիքակազմ արդեն ունենք, մասնագետներ պատրաստի ունենք, որոնք կարողանալու են ոչ պակաս քան այնտեղ անել։ Բայց էլի խնդիրներ մնում են, դա ասեմ, եթե կարծնեք, որովհետև ամենամեծ խնդիրը ստեղ Հայաստանում դա լոգիստիկան է մնալու, որովհետև եթե երեխեքը հենց ասած երես առած հետ են գալի, իրանց ինչ-որ մի նյութ պետք է, իրանք մաքսիմում 2 օր հետո ունեն։ Մեր մոտ եթե ինչ-որ մի նյութ պետք է, այդ լավագույն դեպքում դու ունես 5-ից 6 ամսում։ Ու երբ որ գալիս է շատ ժամանակ նյութը, նույնիսկ մոռանում ես ինչի համար է իրուս այդ վիճակը։ Նյութերի գալու խնդիրը կապված է մաքսակետի հետ։ Մաքսակետի, գնումների մասին օրենքի, կանոնը, այդ ամեն ինչի, ասենց ասեմ, առաքողները հիմնականում աշխատում են լոգիստիկան, ասենց ասեմ, ամենաէժանը կազմակերպեն։ Օրինակ կարելի է 2 շաբաթում այդ նյութը ունենալ, որը կարծում եմ մեր Հայաստանի պայմաններում լավ թիվ է։ Բայց իրանք ընտրում են նավով տեղափոխել, ասենք օրինակ Վրաստանից Բեռնատարով, բայց կարելի երկու մաքսակետում ընդհանրապես ենք, հիմա մենք սարքի կտոր ունենք մաքսակետում, որ 2 օրում եկել է Գերմանիայից, որ մենք պիտի փորձարկենք մի հատ շարքից դուրս եկած այդ թանկարժեք սարքից մի բան կա, մի հատ բլոկ է, պետք է ստուգենք դրապես, նոր կտորը ուղարկել են փորձելու, նույնիսկ sense 2 շաբաթը չենք կարողանում մաքսակետից դուրս բերենք, որովհետև պետք է ստեղից, առողջապահությունից, կապից, եսիմինչից, ու դա լավ ալնում, երբ որ մեր բրոկերը այդքանը գիտի, որովհետև վերջի պահին կարող է դուրս գալուց ասեն, բայց մեկը չունեք։ Մի հատ էլ ասենք այդ գնա ամիսներով, այդ խնդիր է, որովհետև բոլոր տեղերում խոսում ենք մեկ պատուհանի մասին, բայց պետք է պարզապես այդ ամեն ինչը համակարգված գոնե 1-2 օրում խնդիրը հասկանում ենք ծանրաբեռնվածություն բան, բայց այն ոլորտն է, որ մասնավորապես ասեմ, էլի մի հատ հետազոտություն ենք սկսել համատեղ մենք ստեղ պրոֆեսոր Գևորգյան ենք իրանց մոտ, ինչ էր, մենք իհարկե որոշակի արդյունքներ փոխանակվում ենք մտքերով եւ այլն, չէ, պարզապես ստացվում է նենց, որ չինացիները այդ տպում են արդեն, всё, ծավ դու բրցունակ լինելու համար դու պարտավոր ես լինես այդ լոգիստիկայից չկախված։ Գոնե կարելի է այդ հասցնել 1-2 շաբաթի, որը ասում եմ, իհարկե գործնականում անհնար է դա հասցնել դեղած թվերի, որովհետև այնտեղ ամեն դեպքում այդ պահեստներն ու բանը իրանց կողքին են ու 2-3 օրում այդ ամեն ինչը կազմակերպվում է։ Իրանց մոտ 3 օրը շատ է համարվում նույնիսկ, նոր նյութ գնել 3 օր հետո ունենալ այդ բանը թիվը, բայց մեր մոտ ասում եմ լավագույն դեպքում ես նույնիսկ նյութեր կար մի տարի է ֆռում, վրան նոր գալիս ունենում ենք։ Մինիմումով շնորհիվ էս ֆինանսների, որոնք որ մեր ձեռքի տակ հայտնվել են, մինիմումով են, ասենց ասած բազային բաներն առնում ես, որ գոնե սկզբնական կարանաս, բայց քեզ շատ բան ունենալու համար, ասենց ասած տեսականի ուրիշ ձև չասեմ, նաև նյութեր, որոնք որ շատ ես ասում, օրինակ շատ ծախսվող նյութեր կան, որ հա, քեզ շուտ պետք է լինում, բայց պետք է թարմ լինի օրինակի համար։ Okay, տենենց անես, բարձվում է, всё, գայնավ կգործը, որովհետև էդի մի 6 ամիս հետո կգա։ Իսկ չեք կարող նախապես ավելի շատ պատվիր։ Ինչքան շատ, որովհետև մեր ֆինանսական միջոցներն էլ sense անսահմանափակ չեն, էլի։ Պետք է ասենք դա էլ հասկանանք, էլի, ինչքան շատ։ Նույն հարկայինում խնդիր ենք ունենալու, ԽՍՊ-ը չես ծախսում։ Գալուն շահութ հարկի բան, որ լիքը բան էլի, բյուրոկրատական խնդիրներ էլ է գումարվում, եթե դու ինչ-որ բան բերես կողմոց շատ կուտակես։ Այսինքն, եթե նույն հետազոտությունը կատարում են նաև աշխարհի
մեկ այլ ծայրում եւ մեզ մոտ մենք հետ ենք ընկնում թեկուզ հոդվածը տպագրելու առումով, որովհետեւ չունենք նյութը, որ ստանանք արդյունքը եւ տպագրենք։ Ահա, եթե նույնիսկ այդ իդեաները կան, իդեաները չես կարողանում վերջնական բերես այն տեսքի, որը ընդունելի է համապատասխան բարբերականներում, որովհետեւ դու չունես, ասենց ասած, մրցունակ լոգիստիկ համակարգ։ Իսկ Չինաստանում ինչ մենք հիմա հիմնականում են ելանյութերը, բան սա չինական են գալիս, նույնիսկ եթե չինական չեն մտում եվրոպական են, մեկը Չինաստանում արտադրված են, էլի։ Հիմա դա խնդիր է, էլի։ Ու այդ տեսանկյունից մենք մրցունակ չենք։ Եթե նույնիսկ իդեաներով կարող ենք մրցունակ լինել, մենք լոգիստիկայով կրվում ենք ու կրվում ենք։ Ուզում եմ ասեմ, որ անկախ ամեն ինչից, եթե ուզում ես ժամանակակից գիտությամբ զբաղվես, պետք է շատ արագ անես այդ ամեն ինչը։ Առանց դրա անհնար է, չթվա էլի այն զրույցները, որ պետք է, դա սուտ է։ Էդի, ասենց ասեմ, էլի ոչ մի տեղ չտանող, ոչ մի բան չանելու, ես վերջերս միշտ մեկին քննադատում եմ, որ խի արդյունք չկա կամ բան, ասում անում ենք, ով ասես չենք անում, չի ստացվում, դա լուրջ չէ էլի։ Ո՞ւմ ճիշտ չես անում։ Դենց աշխատում ամեն ինչ։ Պետք չէ այդ, ասենց ասած, սամադուրստվա էլի ռուսերեն տենց է գոչում դրանով զբաղվել, ամենակիչը դա է։ Շուտ բան չի ստացվում, պետք չի անելու, չի լինելու։ Կամ էլ գնա ավելի շատ գրադարանում նստի։ Բան չկա տղել, համոտ չի։ Ինստիտուտում նաև զբաղվում են դեղերի արտադրությամբ, ժամանակին 14 դեղ են արտադրել, հիմա քանիսն են։ Հիմա 4-ն են, ասացի, որոնցից մեկը դեղահումք է, պարզապես, որը գնում է, ասենց ասած, post-սովետski երկրներ դերևս, տեղ դարձած էլի գալիս է մեր շուկա, պրոստը բանը պարզապես ինչն է խնդիրը, գիտեք սովետական միությունը, մի բանը մի տեղ էր անում, մյուս բանը մյուս տեղ, տեղահումքը մեր մոտ է, իսկ տեղ փակելը Ուկրաինայում եւ Բելարուսիայում այնտեղ է գնում փակվում, ու էլի գալիս է մեր շուկա։ Խոսքը դիցիլինի մասին է, եթե բանը, եթե կարելի ասել, չգիտեմ։ Ու մի քանի դեղեր կան, որոնք տեղական շուկայում էլի կան, ու ստեղ են արվում շնորհիվ համագործակցության, որտեղ մեր մոտ արդեն արգելված է ընդհանրապես վերջնական տեղահումք դեռևս կարան կանեն, բայց տեղաձևը արդեն վերջնական պատրաստի, ասենց ասած, փաթեթավորում, շշալցում եւ ամեն ինչը կատարվում համապատասխան մասնավոր ֆիրմայում, որ համագործակցություն է։ Բայց արգելքը ինչի հետ է կապված։ Այս նոր կարգերը GMP Good Manufacturing Properties ունենալու մասին է խոսքը։ Practice։ Ստանդարտների պետք է Ստանդարտների մասին է խոսքը, հա։ Ստանդարտների մասին է խոսքը եւ այնտեղ GMP, GLP ստանդարտներն են, որոնք մտել են, ասեմ ավելին, եթե մի օր էլ վերջնականապես որոշեն որ դեղահումքն է պետք է այդ ամեն ինչն ունենա, հանգիստ մենք այդ դրանով էլ չենք զբաղվելու, որովհետև պարզապես դա մեծ ներդրումների հետ է կապված, հավանաբար ունենալ տենց, ասեմ ավելին, ասենք տեղահումք Հայաստանում որպես այդպեսին մենք ենք արտադրում, մնացած բոլոր գերություններին ավելի ձեռնտու է տեղահումքը ներմուծեն, որով էլ զբաղված են։ Ներմուծում են, այստեղ վերջնական տեղահումքը տեղը արտադրում են։ Տեղահումք, որ ներմուծում են, ես որքանով գիտեմ, Չինաստանից ու Հնդկաստանից ավելի։ Նայած ֆիրմաներ չեմ կարող ասել, չէ, որակի հետ կապված այդ իրանք ամեն մեկը իր բանն ունի, ասենց ասած պրոտոկոլը, որը այն որ ասում է իմ տեղավորվելունը չի։ Այդ իրանց պրոտոկոլշիկների գործն է։ Բայց ինչու է պայմանավորված, որ մեզ մոտ չեն զբաղվում հենց տեղում գիտնականների հետ միասին դեղեր արտադրելով։ Ձեռնտու չի ֆինանսապես։ Всё, հարցը փակվում է։ Տեղահումքը, դե տեսեք, ընդհանրապես այդ նույն լոգիստիկ խնդիրներից ելնելով։ Ինչ բիզնեսի կանոններ կան։ Նույն այդ տեղագործականները բաները բիզնեսի կանոններով են առաջնորդվելու։ Բնականաբար ոչ մեկ էլ ձեռնտու չի լինի 2-3 կիլոգրամ ինչ-որ մի նյութ սինտեզելու համար արտադրություն պահի։ Ոչ մեկի ձեռնտու չի։ Մերն էլ sense ասած այդ օվկիանոսի մեջ մի կաթիլը տեղ ընկնում է, որովհետև լավ տարեկան 2-300 կիլո արտահանում ենք, որ մնացած տեղերը ծածկած ասկույթ է անում։ Այդ տեսանկյունից, եթե մի օր պրոստը դա էլ չլինի, հանգիստ մերն էլ ձեռ չի տալիս, ոնց կարաս արտադրես, չես արտադրի։ Բիզնեսի կանոններ են, ոնց կարաս ուրիշ ձև անես։ Բայց ավելի լավ չէ ունենալ տեղական արտադրանք։ Ինչով է լավ։ Ինչով է լավ։
Բիզնեսի կանոններից որ մեկին է դա համապատասխանում բիզնեսը։ Կներեք, էլի դա տեղագործական բիզնես է, այդպես պետք է լինի։ Ցանկացած բիզնես պետք է իր ձևով աշխատի, բիզնեսի կանոնները նոր չենք օրինելու, էլի։ Հա, այդ ասենց ասած տեղական արտադրության բանը, անկախություն եւ այլն է շատ լավ է, բայց դա պետք է արդեն լուրջ պետական աջակցություն իր ամեն ինչով, որովհետեւ մասնավորը հաստատ չի անի։ Նաև վստահություն է, որովհետև ասում ես հայկական տեղը, ես վստահ կխմեմ, քան թե ինչ տարբերություն։ Մեկը երբ որ վերջում փակվում է ու ասենց ասած տեղաձևը ստացվում է, որտեվ ազնող նյութն է բերվում, տեղաձևը վերջը ստեղ է արվում, ըստ էության կապ չունի էլի որտեղից է եկել տեղահունքը իրականում։ Բայց 44-օրյա պատերազմի ժամանակ այդ բիզնեսը չի օգնել զինվորին այդ տեղը։ Այդ չեմ կարող ասել։ Ես դες ասեմ, էլ դուք այդ հարցերը որ տալիս եք, ես ընդամենը մի երկու շաբաթ առաջ տարբեր հանձնաժողովներում, ասենց ասած զեցիկայի այդ հարցերը, որտեղ երբ որ ես ասում եմ, որ մենք միայն տեղահունք արտադրողն եմ, ու լրատվականը կտրել էր այդ մասը շատ սխալ, ստացվում էր այնպես, որ մենք տեղագործական ընդհանրապես չունենք ու տեղագործականների այդ ներկայացուցիչներին ոչ չունենք, երբ որ մենք էլ ենք համագործակցում, էլի պետք էր բացատրել ու պարզաբանում տալ տարբեր էթիկայով եւ այլն, թե որը ոնց է։ Ես ինչ եմ տիրապետում, վերեք, ես իմ ասելիքն եղել է այն, որ տեղարտադրության տեսանկյունից տեղահունքի արտադրություն մենակ մենք ենք անում, տեղարտադրողները շատ են իհարկե։ Ես ինչին չեմ տիրապետում, չեմ կարող դրա մասին կարծիք ասեմ, ես կարող եմ ասեմ, որ մենք 44 օրյա ժամանակ անհատույց մեր միջոցներից կապրոֆեր ենք ուղարկել պաշտպանություն նախարարություն, որը արյուն մակարդող միջոց է, ու դա արվել է, թե մնացած ինչ են արել, ես չեմ կարող բան ասեմ։ Հանկյոս բերեք տենց բան չանենք, էլի, եթե ունեք ինֆորմացիա, ունեք, ես չունեմ տենց ինֆորմացիա։ Ոչ միայն ուղարկել եք, այլև պատրաստել եք, չէ՞, որ դե մեր մոտ ենք արել, հա, մեր հետ բանում արել ենք ու ուղարկել ենք։ Հենց ասենց ասեմ, էլի, առանց տեղագործականի այդ վերջնական փաթաթավորում չենք կարող անենք, ըստ էության իրանք էլ են օգնել, բայց մենք ենք արել, մեր աշխատակիցները մի գիշերում այդ ամեն ինչը պատրաստել այդ ամեն ինչը վերջնական փաթաթավորում իհարկե բանում արվել է, ուղարկվել է այդ մասնավորում։ Պատերազմից հետո շարունակում եք նախարարության հետ համագործակցել, հենց օրինակ այդ դեղի առումով։ Չէ, մի քիչ բան է, որովհետև նույն ջերմուկի դեպքերը որ եղան, տարբեր տեղերից ընկերները պետք է բան անենք, մի ձև ուզում էին էլ այդ տարին մակարդող միջոցը, որովհետև ինքը կարող է կյանքեր փրկի, նույն այդ ռազմի դաշտում ինչ-որ մի վնասված կա եւ այլն, կարող է այդ կարի այդ պահին, ասենց սպայք է անում, զոտում ասենց ասած, որ մինչեւ հասնի հոսպիտալ, այդ շատ կարևոր բան է ինքը այդ տեսանկյունից, որ պետք է ունենա ցանկացած զինվոր իր ինչա, ուսապարկում, բայց չգիտեմ այդ հարցը ոնց է լուծում, բայց այդ օրերին էլի այդ բանը կար, խնդիրը կարող պետք է հասցնել, ունդեղ եթե չեմ սխալվում, երբ որ մեզ ասցին, ասացինք, ժողովուրդ, մենք տվել ենք ձեզ, մի տարի չի անց է, հաստատ բանի օգտագործման ժամկետի մեջ է, վերցրեք օգտագործեք էլի ձեր պահեստներում, ոնց որ հուշեցինք, այդ ժամանակ կարողացան ոնց որ 1-2 օրում հարցը լուծել, հենց մեր տվածը պահեստներից գնաց հասա, որտեղ մենք այդ պահին արտադրած կամ պահեստավորած ոնց որ չունեինք, այս վիճակ էր մոտներս, որովհետև պարզապես չես կարող էլի արտադրած պահեստավորածը այն ինչ որ արեցինք բանակի համար, այդ ճիշտ ձևակերպված էր, որը կարելի էր անել, բայց այն ինչ որ արդեն քո պահեստում ատեղից պարզապես նվիրաբերել չես կարող էլի։ Ну, բյուրոկրատական խնդիրներ։ Ուզում եմ ասեմ, այդ ժամանակ օգտագործվեց, բայց որպես այդպեսին հետը ուրիշ համագործակցություն չի եղել։ Պետ պատվեր չի լինում, օրինակ փորձենք այսպիսի տեղամուկ ստանալ։ Այդ ձևի խնդիրներ եթե դրվի, հավանաբար կլուծվեն, բայց այդ ձևի խնդիրներ այս պահին չկա, դրած ամենակիչը։
որովհետև բայց ասեմ էլի մենք ասենք տեղահանքի վրա ենք այսքան ինքը հետաքրքիր թեմա է, այդքան բան ենք ամ գնում ենք, բայց միայն տեղահանքով չի, որովհետև տեղով չի ամեն ինչ ցանկացած քիմիային վերաբերող խնդիր կարանք ասենք, որ կարևորը հենց պետական պատվերի ձևավորումը, որի մասին ոնց որ սկսել են մտածել, հույս կա որ տեղել առաջին դաս կլինի, որովհետև այն միջոցները, որը դրված արդեն գիտության մեջ, պետքա կարողանան ճիշտ, ասենց ասած, մարսեն պետության մեջ, ու հենց այդ դրանից մեկը հենց պետպատվերն է, որը պետք է լրացուցիչ էլի ստիմուլ լինի, այդ թե իր ֆինանսավորման, թե իր առաջադրած խնդիրներով առաջ գնալու համար, այդ տեսանկյունից կարող են հանգիստ թե պաշտպանության նախարարության խնդիրների հետ կապված հարցեր իշնեն, թե կենցաղային, ասենց ասած, խնդիրների հետ կապված կենցաղային քիմիայի եւ այլնի հարցեր լինեն, թե նույն գյուղատնտեսության ոլորտի հետ կապված, որտեղ կարամ մի օրինակն ասեմ, մենք մեր բանով տեսել էինք, որ Հայաստան ֆերամոնային թակարդներ ներմուծվել են, բայց ինչ մենք կարայինք տեղում նույնիսկ լաբորատոր պայմաններում այդ ասենց ասած Հայաստանի պահանջը լրացնենք։ Եթե չեմ սխալվում, այն ժամանակ նույնիսկ քինը մրցունակ ստանալով Հայաստանում անելու։ Բայց նման թակարդներ ինստիտուտում ստանում։ Հենց այդ եմ ասում, որը նույն թակարդների մասին եմ խոսում, որը ներմուծվել է։ Եթե չեմ սխալվում, նամակել գրեցինք տենց անպատասխան մնաց էկոնոմիկայի նախարարությունը, որը սպասում ենք, որ ավելի ուրիշ պատասխան կունենանք, էլի։ Կա տենց իրավիճակ, որ կարանք ամեն դեպքում տենց խնդիրներ լուծենք, բայց դերևս երևի դրան չենք ասել համակարգային բացերի, որոնք կան դեռ, պետքա լրացվեն, պետքա ընկնեն իրանց տեղերը, ասենց ասեմ։ Այդ թակարդների դեպ միայն լոլիկի ցեցի դեմ պայքարելու համար է։ Չէ, տեսեք, լոլիկի ցեցը այն դրամաշնորհային ծրագիրներ, այդտենց դրա համար շատ ենք սա դրա մասին խոսվում, որտեղ դա այն գործնականում նախավերջի դրամաշնորհային ծրագրի ժամանակ, որտեղ այդ թիմը հիմա նոր ունի, որը արդեն ուրիշ բան է անում, չսխալվելու համար չեմ ասի, որ մեկն է, լոլիկի ցեցը սաղից մոտ տպավորվել է, որովհետև խոսում ենք, այդ թիմը հիմա ուրիշ արդեն ֆերամոնի վրա է աշխատում, ինչն է այդ ֆերամոնների սինթեզը, իրանք բնական միացություններ են, որոնք պետքա կրկնել, կարողանալ ստանալ ու պետքա փորձարարական միջակով փորձելով դաշտային պայմաններում համոզվել, որ ընդհանրապես հնարավոր է։ Տեսեք, դա խաղողի դեմ պայքարում է շատ օգտագործվում այդ նման համակարգը, որովհետև նույն այդ ворթերին բռնելու ձևերից մեկը հենց ֆերամոնային թակարդներն է։ Ինչ են անում, արուներին բռնում են, էլ չեն բազմանում, որտեվ ասենց ասած եկերն են այդ ֆերամոնները արտազատում, արուներին այդ բանով բռնվում է, այդ նույն բանից նյութից ունենալով այդ ֆերամոնից։ Որոշ դեպքերում դա ֆերամոնների խառնուրդ է, մի քանի նյութի ֆերամոններ դրամ ենք ասում էլ մի քանի նյութի խառնուրդ է, որ բանը դրանով կարելի է հասնել նույնիսկ բանի անտառների պաշտպանությանը, որովհետև անտառներում այդ վնասատուների բազմացման սեզոնից առաջ եթե կախես այդ ամեն ինչը նույն բանը տեղի կունենա ու հիմա գիտենք, որ Սևանի ավազանի այնտեղ լիքը տեղեր այդ խնդիրը կա ու երկու լուծում ունի դա, կամ ֆերամոնայինը, որը էկոլոգիապես մաքուր է, բայց համեմատած չէ, դրանց այդքան էլ թանկ չի, պարզապես մի քիչ լոգիստիկ գրագետ անելու խնդիր անելնելու, մյուսը բանն է, ծանր քիմիա բանելը, որը թե ինչ հետևանք ունենա հետո բնակչության վրա, ինչի համար, որովհետև այդ ամբողջը հետո վերջում գնալու է ջուր, այդ քիմիան, այն էլ գիտենք այն հանգավանի կողմերն է և սաղ այդ ջուրը խմում ենք ամեն դեպքում, այդ գնալու է ջրի մեջ, այդ ջրը հետո մենք ենք խմելու, ինչ կլինի չես կա, օրինակ եմ ասում հանգավանը, որտև անտառային մի առաջին հետ եկավ անկավան ծաղկաձոր դա, ասենց ասեմ, ուզում եմ ասեմ, որ ինքը տարբեր վնասատուների դեմ տարբեր բան է, ճիշտ է աշխատատար է, բայց միայն այդ փորձարկում, սինթեզ փորձարկումը մինիմում տևելու է գոնե մի տարի ու կես 2 տարի, որտեղ գոնե դաշտային փորձարկումները 2 անգամ էտել դնելու համար սեզոնին դի սպասես, իրանք միշտ չէ, որ ակտիվ են, որ կարողանաս համոզվես բռնում ես, թե չէ,
որտեվ բան է էլի։ Բայց ասեմ, խաղողի դեմ, խնձորի դեմ արվել է, այդ մի հատ էլ բան կա, այդ ոնց որ այդ ամեն ինչին միանապատասխանատու արևելյան պտղագիր է կոչվում, դրան բռնում են։ Բայց լայնորեն չի օգտագործում, չի մտել գործածության փուլ։ Դե գործածության փուլը ամբողջ աշխարհում օգտագործվում է ինքը որպես այդպեսին։ Նույն Հայաստանում էլ ասացի, որ ներմուծվում է, օգտագործվում է, այստեղ խնդիրը մեն էր, որ կարանք նաև տեղում ունենանք, տեղում կարանք ունենանք, մասնավորապես տեղում հենց այն, ասած ասած ժամանակակից խնդիրները լուծելու համար ֆերամոններն արվում, որոնք որ հենց հիմա դրած այլ այդ խնդիրները սեղանին մեր գյուղատնտեսության առաջ, բայց ամեն դեպքում այստեղ խնդիրներն ասեմ, էլի մի քանիսն են, ես որ բանով տեսնում եմ, այդ այնա, որ օրինակի համար կրթության գիտության նախարարությունը ինչով որ զբաղված է, այնպես նախարարությունը դրա մասին ոնց որ խաբար չի։ Այդպես խնդիր կա, որովհետև նույն մեր ֆինանսավորումները կրթության գիտության նախարարությունը ավելացնում է, մենք մեր միջավայրը կարգավորում ենք, տեղին ենք բերում, բան, տարածքային կառավարման կառուցվածքների նախարարության ենթակայության տակ գտնվող օրինակ բանը ինչա, Գույքի կառավարման կոմիտե, քանի որ Իրանն է, ասենց ասած բանը, գալիս ասում ես դες մասնաշենքը բերենք բան անենք, գրասենյակ սարքենք, քիմիական կռվում ես հետները, բացատրում ես, ասում ես, ադե խտանակ էլի եք, այդքան տեղ ունեք, գիտեք որ այստեղ երբ որ ոչ մասնագետն է, ներելի է մի կողմից, բայց մյուս կողմից էլ աներելի է, որ այն ջանքերը, որ դու դնում ես այդ ամեն ինչի մեջ, պարզապես ոչ մասնագետը գալի քեզ ասում, ադե ինչ ես անում, գտնաս այնքոմ, մենք մեր մոտ, ինձ դրած բացատրում ասում, մենք մեր մոտ, ձեր մոտը գրասենյակ է, ես չեմ կարա մի տեղ, որտեղ օրինակ փորձս դնում եմ, իմ զգայուն սարքերը դնեմ, չեմ կարա, քիմիական նյութերի հետ նույն տեղում սարք չեն դնում, օրինակ եմ ասում, նույն տեղում մարդիկ չեն գնում սեմինար անում, որտեղ քիմիական նյութերն է, սենյակ է պետք, նույն տեղում մարդիկ, ասենց ասեմ, իրենց սուրճը չեն խմում լաբորատորիայում, պետք է այդ տարածքները հասկանում եք, հասարակ բան եմ անում։ Դե ասում են, չէ, գիտնականները հիմնականում սուրճ խմելով են զբաղվում։ Գիտեք, չէ, մի քիչ բան էր, էլի, եւ էր այդ հարցը, եթե ճիշտն ասենք, որովհետեւ գիտեք ոնց է, այդ հարցից ամենաշատը նեղվեցին ակտիվ գիտնականները, ով որ սուրճ էր խմում, շարունակեց իր սուրճը խմել, այդ որտեվ եւ էր այդ հարցը, իսկ այդ երբ որ հնչում էր, հենց հնչում էր, որովհետեւ դա լուրջ խնդիր էր, որովհետև հենց ցույց տվեց այն, որ ֆինանսավորման ավելացումը ու ասենց ասած համակարգը մի քիչ թափ տալը լիքը տեղերում մենք բարձվեց, որ մասնագետների լուրջ խնդիր ունենք, որոնք ոչ մրցունակ են, որոնք պարզապես հենց սուրճ խմելու համար են գնում գործի։ Այդ խնդիրները հելաներես, բայց ասում եմ, այն ժամանակ ես էլ էի ակտիվ այդ բանի, ոնց կարա տենց էլի, ոնց ես ինչ ձև են խոսում են, որ այսքան մենք, ասենք ասեմ էլ, ես այդ պայն մի 4 տեղ աշխատում եմ, որ ինստիտուտից դուրս չգայի, այդ վիճակների մոտը տենց բան եմ լսում, տենց քո վրա ես վերցնում, բայց ասում եմ, եւ հարցեր էլի, որովհետեւ այն մարդիկ, ովքեր որ ակտիվ աշխատում էին, հենց այդ մարդիկ իրանց վրա վերցրեցին, դրա համար այդ արձագանքը այդքան էլ իրանց մասին չէր, բայց նաև կար այն մասը, որ այդ վիճակի մեջ էր, բարձրապես պետք չէր, էլի թացը չորի հետ խառնել, երևի այդ էր խնդիրը, բայց սուրճ խմելը շատ կարևոր է։ Ժամանակին նման միտում կար, որ երիտասարդները ցանկանում են գիտությամբ զբաղվել զուտ հարևանների, բարեկամների համար։ Հիմա այդպես է։ Տեսեք, շատ լավ բան եք ասում, որովհետև ես այդ մտքի վրա եմ ինձ բռնում, ես մի հատ օրինակ պարզապես բերեմ, երբ որ ես ծառայությունից հետո եկա ընդունվեցի մագիստրատուրա, հետո արդեն ասպիրանտուրա եմ, ասենց ասած հայցվորեի, որպես այդպեսին ասպիրանտուրայի քննություններն էի տալի հենց ասպիրանտների, որոնք չէին ծառայել։ Միջանցքում կայունած զրուցում, եթե չեմ սխալվում, փիլիսոփայության զաչոտնա կամ ինչ ասենց էլի, ակադեմիայում տենց տարբեր մասնագիտություններով երիտասարդներ կանգնած ենք, զրուցում ենք, ու մեկը ինձ հարցնում ասում է, ծառայել եմ, դες զրույցը գնաց ասում դե ծառայել եմ, այդ շեդևրալ հարցն չէ, որը ես չհասկացա, ճիշտն ասած, նո միևնույն ժամանակ հասկացա, որ ասում եմ, որ ծառայել ես ելքի ես ասպիրանտուրա ընդունվել։ Այսինքն այստեղ խնդիրներից մեկն էլ էր էլի վերհանվում, որ նաև մարդկանց մի մասն էլ, չասեմ բոլորը էլի, որովհետև սուտ կլինի, մի մասն էլ բանակից խուսափելու համար էին գնում,
բայց այդ տենդենսը, որ ուսանող ասում եմ դու մասնագետ լինել պարտավոր չես, բայց ուսանող լինել պարտավոր ես վիճակը էլի կա, որովհետև մեր խնդիրներից ամենամեծը, որը կամաց լուծվում է, այդ այնա, որ մեր բուհերում մենք չենք ստանում մասնագիտություն, որը մրցունակ է։ Այդ խնդիրն էլ է գալիս, որովհետև պետքա բուհ ընդունվելը շատ հեշտ լինի իրականում, շատ հեշտ, բայց ինքը պետք է չլինի փակ խողովակ, էլ, երբ որ ընդունվել ես, անպայման ավարտելու ես։ Մեծ խնդիրներից մեկը դա է, որովհետև մենք ունենում ենք լիքը դիպլոմավորված ոչ երջանիկ մարդիկ, կարամ տենց ասեմ, որովհետև իրանք չգիտեն այդ դիպլոմի հետ ինչ անեն։ Հա, պրոստը ընդունվել էին, ավարտեցին մի կերպ, կամ շատ լավ էլ կարող ավարտեին, բայց չիմանային իր, որովհետև պարզապես շատ խելոք մարդիկ էին, որ ուտել ընկնեին, ավարտելու էին։ Իսկ այդ մարդուն ասեր, որ սա քո տեղը չի, գնար իրան գտներ, օրինակի համար, որը շատ կարևոր է։ Այդ խողովակի տեսանկյունից է ամեն ինչ չլինի, նույն բանը գիտության մեջ էլի, որ մարդիկ կան ընդունվել են անպայման դի պաշտպանեն վիճակներում, սենց էլի կորց են ընդունվել։ Եղբայր այդ մարդիկ ինչ կապ ունեն, էլի։ Պետք է դա մի քիչ բան անենք, էլի, հասկանանք։ Ասեմ, միջավայրում դա գալիս է մեր վատ դաստիարակությունից։ Մենք առողջ քննադատությունը անձնական վիրավորանք ենք վերցնում։ Մենք առողջ քննադատել առողջ խոսածողներին փորձում ենք բան անել, բայց այստեղ խնդիրներից մեկն է, որ անձնականն ենք փորձում նաև ներկայացնել որպես առողջ քննադատություն։ Դրա հակառակ բանն է կա, էլի, որովհետև մարդն այն կենթանին է, սենց ասած, որ իր ամեն մի հիմարություն կարա տեղավորել, էլի, սենց մի հատ վեհ արժեքի բանի մեջ ու զբաղվել, չգիտեմ, էլի, վերջում ասի, չգիտեմ, հետ է սենց չում, դու սխալ ես, ես հայրենասեր եմ եւ այլն։ Այստեղ խնդիրները բազմաշերտ են, էլի ամեն դեպքում գալիս է նաև դաստիարակությունից մեր, որ պետքա պարզապես կարողանանք այդ առողջ քննադատություն ու առողջ միջավայրը ստեղծել, դա մեզնից արդեն կախված, որտեղ ոչ մի ֆինանսավորման ավելացում, ոչ մի միջավայրի ավելի լավը դարձնելու փորձեր, ասած ասած, որը արվում է, չի գալու, եթե մենք մի քիչ դաստիարակությունով բանով չփոխվենք։ Դա է իմ կարծիքով խնդիրներից այսօր ամենակարևորներից, որ դուք նշում եք, որ մարդիկ պետք է դառնան ուսանող, բայց այդ հարցի պատասխանը ոչ մեկ չգիտի։ Այսօր խնդիրներն ասեմ, էլիներից են գալիս, որ երբ որ ծնողներն են ուղղորդում երեխուն, ասում են գնա օրինակի համար, եթե մի քիչ բնագիտականով ուժեղ է այդ երեխան, գնա բժշկական։ Դուք գիտեք բժշկականում քանի նորմալ քիմիկ, կենսաբան կամ ֆիզիկա, ասենց ասած, բրծ է, որովհետև այդ մարդկանց պոտենցիալը պարզապես իրանք շատ լավ բժիշկ կարող են դառնալ, բայց ավելի լավ գիտնականներ էին իրանք լինելու հաստատ։ Ու այդ խնդիրը կա։ Միևնույն ժամանակ այն մարդիկ, ովքեր երազում են բժշկականում, իրանք էլ չեն դառնում, որովհետև ավելի, ասենց ասած, սկզբնական բանը նիշով բարձր մարդիկ, որոնք որ կարան ընդունվեն, իրանց տեղ զբաղեցնում են։ Տենց այսպես մի հատ համակարգի մի հատ մեծ խնդիր ասեմ, էլի։ Իսկ այն մարդիկ կարային գնային գիտնական։ Այստեղ խնդիրը ներելի է ծնողների ուղղորդում, որովհետև այսօր ամեն դեպքում ոչ բոլոր քիմիական ավարտողները կարան գիտության մեջ գնան կամ բնագիտական ավարտածները, պետք է այդ մարդկանց երեխեքին կարողանաս նաև էկոնոմիկայի մեջ մարսվելու տեղ թողես, նույն արտադրությունների բացակայությունն է, խոսքը քիմիական արտադրության մասին է, ես ասացի ունգագրակը արտադրությունների բացակայությունը, որտեղ խոսքը իրականում երբ որ ես խոսում եմ արտադրության մասին, դա քիմիական արտադրության մասին է խոսքը, ոչ թե այլ, որը այսօր խնդիրները շատ են, որովհետև նույն են ծիլերը, որ կան, ասենք նույն կենցաղային քիմիայում կամ բան, դա մասնագետների պակաս կա, որոնք ասենց ասած պետք են, որ կարողանանք ինչ-որ մի հետազոտություն լինի, կարողանան մարդիկ անեն։ Ամբողջ աշխարհին չեմ զարգան, որովհետև ինդուստրիան, ասենց ասած, պատվեր է իջացնում։ Մենք խոսեցինք պետ պատվերի մասին, այսօր մեր ինդուստրիան պատվեր չունի։ Ինդուստրիան բիզնեսի կանոններով պարզապես գիտի, որ այսքան փող է դնում, այսքան բանը դեսից բերում է, ինքը այսքան ունենալու է։ Բայց ինքը չգիտի, որ կարա դրանից մի քիչ շատ տեղում դնի, բայց ավելի շատ տեղում ունենա։
չգիտես բացի նաև չի գնում այդ ռիսկի, որովհետև վստահ չէ որ այդ մասնագետն ունենալու է։ Երևի։ Չեմ կարող արդեն բան ասեմ, բայց ասում եմ ասեմ, որ նույն նորմալ երկրներում, ասենց ասած, գոյություն ունի ասպիրանտուրական ծրագրեր, որոնք կարվում են ինդուստրիայի համար։ Շատ կարևոր է։ Չեք պատկերացնում դրա համար են աշխարհի առաջատար երկրները տենց են առաջատար դառնում։ Գիտություն, տնտեսություն կապը հստակ է, ոչ թե կոպիտ ասած թղթի վրա, որ մարդիկ խնդիրները տեսնում են, այն փող ունեցող սեփականատերերը հասկանում են, որ դա է ճանապարհը ու սիրուն բան են անում։ Եթե ասենց ասեմ, թևերդ բացած հիմա գնաս շիշոր մեկի մոտ ասես ես քո այս խնդիրը կլուծեմ 5 տարում օրինակ։ Կսի գիժես ես ման կանեմ։ Էսա էսի մի բան, այսքան փողով 2 ամիս հետո ստե ալնելու։ Всё, հասկանում եք։ Բայց դա ինչ ալնելու։ Երբ որ դու ես լուծում իրանն ալնում, այն ժամանակ կոմենտարի առնելու է։ Ինքը դա միևնույն ժամանակ գիտակցում է, որտեվ գիտի որ մեկան դեից ինքը ունենալու է, ինքը վստահ չի որտեվ ստեղած էս խնդիրը կլուծվի թե չէ։ Իրան հենց հիմա հենց տեղա պետք։ Բիզնեսի կանոններն են գալի։ Ոչ մի բան։ Ինստիտուտը արդյոք համագործակցում է բուհերի հետ։ Իհարկե։ Ուսանողները գալիս են, աշխատում են, Ասեմ ավելին, մենք մեր կրթական ծրագիրն էլ ունենք, մագիստրոսական, որը Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական կենտրոնի հետ արվում, տեղագործական քիմիայի կրթական ծրագիր ունենք, մագիստրոսական մեր աշխատակիցների շնորհիվ, հիմնականում մեր աշխատակիցներն են այնտեղ դասավանդում, ու ասեմ ավելին, մեր աշխատակիցների մի մասն հենց մասնագետ դառնում, որտեղ մարդիկ գալիս են բակալավրից հետո ընդունում են, հասկանում են, որ չէ, պետքա սիրում են կամ հասկանում են, որ լավ, ամենակիչը հասկանում են, որ պետքա մասնագիտական աճ ապահովելու համար լրացուցիչ սկիլեր ունենալ, այդ մարդիկ գնում են այդ մագիստրատուրա, հետո համապատասխանաբար ասպիրանտուրա։ Ճանապարհը տեսնում են, էլի, որ կարելի է ունենալ այդ ամեն ինչը։ Ու բացի այդ մեր մասնագետները թե Հայաստանի Հանրապետության պետական բուհերում, կամ բուհերի անուններն էլ ասեմ, նույն ԵՊՀ-ում, նույն մանկավարժականում, նույն պոլիտեխնիկում, բոլոր տեղերում էլ ու լիքը մասնավոր բուհերում, որտեղ էլի համագործակցային եւ պայմանագրային հիմունքներով արդեն կենտրոն կամ հիմնական կենտրոնն այդ պայմանագրերի կնքողը, որտեղ մեր մասնագետները համապատասխանաբար աշխատում են, այդ ուսանողները գալիս են շրջայցերի, որոշ դեպքերում ընդհանրապես դասապրոցեսն է կազմակերպվում մեր մոտ, մեր տարածքում, ասենց ասած։ Այդ տեսանկյունից այդ ուղղությունով ենք բավականին լավ վիճակում։ Ճիշտ է, էլի աշխատելու տեղ կա, մասնավորապես, երբ որ մեզ սպասում է նաև ակադեմիական քաղաք, որտեղ շատ կարևոր է լինելու այդ ամեն ինչը օգտագործելը, այդ փորձը։ Ակադեմիական քաղաքը կնպաստի գիտության զարգացմանը, թե զուտ բոլորդ կհամախմբվեք միտեղ։ Տեսեք, ակադեմիական քաղաքը իմ կարծիքն է, կարող լիքը մարդ չհամաձայնվի, որպես իդեա եմ ասում, նաև վախերը կասեմ, որպես իդեա շատ իդեալական բան է։ Առանց դրա մեր Հայաստանի Հանրապետության գիտությունը չի զարգանա, կարամ հանգիստ ասեմ, որովհետև այն ինչ խնդիրների համար ստեղծվել է մեր այսօրվա գիտական հիմնարկները կամ գիտական ինստիտուտները իրենց տարածքներով, լոգիստիկայով, ինֆրաստրուկտուրայով, ամեն ինչով, դրանք սովետական միության համար էին, որը պիտի աներ быстрее, выше, сильнее всех, չէ՞։ Բայց հիմա մենք ունենք ուրիշ իրավիճակ, որ պետք է անել Հայաստանի Հանրապետության համար, իսկ Հայաստանի Հանրապետության համար անելը դա նշանակում է ունենաս, ասենց ասած, կոմպակտ, ակտիվ եւ զարգացող միջավայր։ Իսկ դա հնարավոր է, ես սկզբում մեր մկուկի օրինակը խի բերեցի, որովհետև մենք չենք կարող ամեն ինստիտուտ, որտեղ որ այդ սարքի կարիքը կա, հաստատ չի կարող, էլի պետությունը, պետական մագարտակով, օրինակ սարքեր կան, որ $800,000 են, թե կներեք 30 հատ ինստիտուտ է, 30 հատ հաստատ չի կարող այդ, ինչ էլ անի, ինչ կառավարություն էլ գա, ինչ մասնավորի էլ խնդրես, այդ հաստատ ոչ մեկ չի բերի, բայց մի հատ կարելի, երկու հատ կարելի է մի տեղում ունենալ, որը ամբողջ Հայաստանի հարցերը կլուծի, որը հենց տենց էլ արվում է։ Իսկ համատեղելու, մի տեղ բերելու
ասենց ասած հետաքրքրությունը դա է, որովհետև օրինակի համար շատ հետազոտություններ կան, որ ֆիզիկները շատ են անում, բայց քիմիկներին մի օր պետք է գալու օրինակի համար, բայց շատ ժամանակ ասում ես հալավ է, դա էլ առանց դրա է կլինի, բայց կարող է շատ հետաքրքիր բան լինի, մի տեղ ունենալու հաճույքը ու բանը լրիվ ուրիշ է այդ ամեն ինչի, ստեղ ես որ դրան դեմ եմ, ընդհանրապես ակադեմիական քաղաքի, մի քիչ եմ հասկանում, որը որ բանն է, էլի հայկական դաստիարակության խնդիրն է, բկարանալու ենք այդ ամեն ինչը անենք վիճակն է։ Կարծում եմ կարանալու ենք, որովհետև այսօրվա դրությամբ միակ ճանապարհն է, առաջի խնդիրներից մեկն էլ է, որ մեր ինֆրաստրուկտուրան որպես այդպեսին արդեն հնացել է։ Օրինակ մեր ինստիտուտի տարածքը, մեր կենտրոնի տարածքը ամենահինն է 54 թվից։ Ինքնից ակադեմիա քաղաքի, եթե Քանաքեռին Զեյթունին ծանոթ եք, ակադեմիա քաղաքի բանով է եղել, էլի, դրամաբանությամբ։ Ինչա, մեր կողք բոլորը սա ինստիտուտ է, չէ՞, առաջինը իդեպ մեր ինստիտուտն էլ սարքվել է 54 թվին։ Դա մի քիչ վերև կենսաքիմիան է, քիմֆիզիկան է, բանա, ինֆորմատիկա ինստիտուտն է, կենտաբանությունն է, սրտաբանականն է, սա մի տեղում է, անօրգանականն է, բոլոր ինստիտուտները գնալու համար 5 րոպե քայլել է պետք, մեկից մյուսը գնալու համար, եթե ինչ-որ մի ինստիտուտ էլ մոռացա կներեք, ուզում եմ ասեմ ինքը հենց ակադեմիա Գառադոկի հենց դրամաբանությամբ էլ սարկած է ինքը, ու այդ ձևի էլ զարգացել է, որովհետև նույն Երևանի կենտրոնն էլ է նույն ձևի սկզբից զարգացել, այդ բուհերը, որ նայում եք, բոլոր իրանց հետազոտական կտորներն ունեցել են բուհերում, ներսում, հենց հիմա էլ կան, քիմիային ունեցել է, ֆիզիկային ունեցել, ունեն էլի կենսաբանության ունեցել, իրանք էլի մի հատ Գառադոկ է էլի կենտրոնի այդ ամեն ինչը, բայց այստեղ խնդիրն է, որ ինֆրաստրուկտուրայի տեսանկյունից ամեն ինչ արդեն վաղուց մաշվել է, ինչքան էլ ուզում ես պետք է այդ նորը կառուցել, ամբողջ աշխարհում էլ նոր կառուցելու, նոր ժամանակակից միտումների վրա գնալու ժամանակն է գալիս, մենք երևի մի 10 տարի, 15 տարի հետ ենք մնացել այդ ամեն ինչից, բայց պետք է կառուցել, որ կարողանաս նաև զարգանալու տեղը տեսնես։ Այսօր հարց չկա, շատ լավն է մեր SCN-ը, բայց համապատասխանում է ժամանակակիցին։ Չէ, չի համապատասխանում, բախի չի համապատասխանում, որտեվ 54 թվին համապատասխանում էր։ Այդ տեսանկյունից էլ է պետք խնդրին նայել, որոշ տեղերում, որոշ ինստիտուտները, որոնք ավելի ուշ են, ասենք 80-ականներին են սարկած, վերջի սարկած, իրանք մի քիչ ավելի մոտ են, էլի, բանը, այդ խնդիրները տենց չեն, մեր մոտ, ասենց ասեմ, մի քիչ բան անչու, բայց տարեկան մի հատ առելի գումար գնում է կոյուղու պահպանման համար, որ լուրջ չէ, ջրագծերի պահպանման համար, դե կներեք, մտածում ես ինչա, չէ, բայց տարեկան մի հատ առելի գումար ու ձև չի, չէ, ուրիշ ձև չի, չես կարա դու ինչ-որ մի նոր բան անես այդտե, պետք է պարզապես կարանաս այդ վերականգնես, թողես, տզես, հետա, այդ տեսանկյունից էլ է մաշված ամեն ինչ, այդ տեսանկյունից է պետք է, այդ տեսանկյունից էդի շատ կարևոր բան է տեղի ունենալու, որը բերելու է նոր որակի։ Բացասական կողմը ո՞րն էր։ Բացասական կողմ կարծում եմ չկա, բացասական կողմը այստեղ էլի բանն է, վախերն են, որ այդ ամեն ինչ ընդհանրապես կարողանալու են անեն թե չէ, որտեվ կա մի հատ տեսակետ, որ կարելի է ինչի համար էս ինֆրաստրուկտուրայի բանի անունը տվեցի, կա տեսակետ, որ կարելի է այդ գումարները ներդնել եղած տարածքների վրա, որ էլի, ասում եմ, կյանքի իմաստ ունի որոշ դեպքերում եւ ունենալ որակապես ավելի նոր միջավայր, բայց ասեմ, մեր դեպքի համար, որ արդեն ինստիտուտի կենտրոնում մի հատ շենք է 16 հարկանի սարկած, մեր շենքերը 30 մետր ընդամենը, մեր մասնաշենքերից բնակելի շենքը, չգիտեմ ինչ նորմերով է դա սարկած, ընդհանրապես, չգիտեմ, ու այդ միջավայրում դու չես կարող նույն համագործակցության եկած քո այս գիտնականներին կամ գործընկերներին արտասահմանին ասես սա մեր ինստիտուտն է, չէ, կասենով ես դու, պրոստը, արդեն դրան է հասել, պարզապես դրան է հասել, որ կասենով ես դու, սա ձեր գիտության վերաբերմունքը, այ դրան է, էլի ասենք իրականությունը ուրիշ տեղ է, որ ֆինանսավորումը ավելանում, բայց հիմա այդ մի հատ 16 հարկանի շենքի բակում դու բան ես գիտության պես զբաղվելու, այդ են ասելու,
Մյուս կողմն էլ դա է, բայց ասում եմ էլ, երբ որ անհամատեղելիության բանի մասին խոսքը գնում է, չգիտեմ ինչ նորմերով կառուցվեց դա։ Ես չգիտեմ, ես վաղը որ այդ բնակիչը բողոքեց, չգիտեմ ինչ անելու մեր վիճակը։ Այդպես խնդիրներ, ես այնց բան խնդիրներ եմ ասում, էլի։ Այն միջոցները որ ներդնում ենք, որ ամեն մի սենյակը մեր ուզածը դառնա, այդ ամեն ինչը ուրա գնալու, մինչև ամեն դեպքում ակադեմիական քաղաք։ Հələ չկա, չէ՞ ամեն դեպքում։ Երբ որ լինի շատ ուրիշ կլինի իրավիճակը, հարց չկա, բայց հիմա օրասական խնդիր է այդ շենքը մեր համար։ 16 հարկանի մի հատ բնակելի է կառուցած։ Ինչ ուզում եք անունը դրեք, ինչ ցև ուզում եք բան արեք, բայց ինչ եղավ մեր վիճակը, ինչ արնելու։ Բնակելի շենքի բակում աղագործենք անը։ Լավ է։ Իսկ օտար երկրների գիտնականների կամ ինստիտուտների հետ համագործակցությունը կա։ Իհարկե կա, հենց դրա մասն է խոսում, որ նույն, ասենք, մեր խմբի համագործակցությունը, եթե նայում ենք նույն Դալլաս Տեխասի համալսարանի պրոֆեսորի հետ, մեր ամենալավագույն ընկերներից մեկը իհարկե բանն է, Մոսկվայի օրգանական քիմիայի ինստիտուտն է, որտեղից մեր գործընկերներից մեկը մեր շատ օգնող դա Վալենտինա Անանիկը, որը մեր լավ ընկերներից մեկն է, նույն մեր պրոֆեսոր Գևորգյանի հետ մեկտեղ Վալենտինա Անանիկովը ինքը եւս երկու խումբ հեռաբար օգնում է, համագործակցում է Մոսկվայի համալսարանի Մոսկվայի ԻՕԽ-ի, ասենց ասած, օրգանական քիմիայի ինստիտուտի էլի պրոֆեսորներ կան, որոնք մեր մոտ ունեն համագործակցություններ կա Լեհաստանի, նույն երկրներ կարող է չհիշեմ, բայց այդ առանց դրա հիմա անհնար է, որովհետև նույն Բարձրագույն կրթության կոմիտեն այդ շատ կարևոր պայմանը դրել է բոլոր դրամաշնորհների համար պետք է անպայման ունենաս արտասահմանյան գործընկեր։ Եվ եթե օրինակ համար էս վերջի դրամաշնորհով ունենք մենք 6 դրամաշնորհ, այդ նշանակում է եւս 6 հոգի մենք համագործակցող կողմ ունենք։ Բազմակողմանի է, կարելի ասել բոլոր մայրցամաքներից ունենք համագործակցող գործընկերներ, ու դա աճում է, միտումը լավ ալնելու, բայց մի քիչ ժամանակ է պետք է այդ ամեն ինչը սենց ասած ակումուլացվի, 30 տարի ոչ մի բան չկար համակարգում, ես 4-5 տարի է, որ ինչ-որ մի փոփոխություն եկել է, բայց իսկական փոփոխությունները կարծում եմ, որ կտեսնենք, դա մի 5 տարուց կտեսնենք, որովհետև բանը, այն սերունդը, որ նոր է գալիս, երբ որ սկսի արդեն որպես մասնագետ հանդես գալ, էլի, դա տենց աշխատելու։ Նոր սերունդը գալիս է, որպես գիտնական աշխատելու, սիրով գալիս են։ Սիրով են գալիս, բայց ամեն դեպքում ստե ամենամեծ խնդիրն է, որ շատ քիչ են գալիս։ Որովհետև իշքան էլ ուզում ես սիրով եկողներ լինեն, նվիրյալներ լինեն, բայց միշտ որակ ապահովում է քանակը։ Այդ իշքան էլ ուզում է լավերը, պետք է միջավայրը միշտ մրցունակ այդ բարձր տեմպի տակ մնա, որ ինչ-որ մի լավ բան ունենաս, որովհետև լճացումից կամ ասենց ասած տեմպից ընկնելու ամենավատ բանը դա այն է, որ դու չես ունենում նորմալ մրցունակ միջավայր, թեկուզ այն դեպքում, որ Եթե չաշխատեցիր, քո տեղը մեկը կա։ Իսկ այսօր մենք խնդիր ունենք, որ նույն քիմիականից առաջի կուրսից սկսած բոլորը ինչ-որ միտեղ արդեն աշխատում են այս դրույքով բանով ու մենք բան ունենք, էլի, կադրային լուրջ դեֆիցիտ ունենք։ Մեր կադրային դեֆիցիտը ոչ միայն այդ երիտասարդներն են, որ շատ քիչ են, մեր կադրային դեֆիցիտի մեծ փոստն էլ են, որ մենք չունենք ասենց ասած 50-ից բարձր մինչև 65 տարեկան գիտնականների ասենց հիմնական գիտությունը առաջ տանողների այդ ստվարզանգվածը չունենք։ Այդ մարդիկ պետք է լինեն այն մարդիկ, որոնք որ 90-ականների բանին ձևավորվել են, բայց մեծ մասը պարզապես Հայաստանում էլ չի։ Կամ էլ ոլորտային գնացել օրինակ լավագույն դեպքում IT։ Որտեվ փողն մարդիկ պետք է ապրեն, չէ՞։ Չկար փող։ Երբ մարդը մասնագիտությունը շատ է սիրում, փողին չի նայում։ Երբ որ այս ֆինանսավորման ավելացումը չլներ, հանգիստ ես էլ էի մտածում, որովհետև
Ինձ արդեն ինչքան էլ ուզում եմ ես ամեն ինչը սիրում եմ, ընտանիքի հարց է գալիս, որ լավ ինչքան կարելի է։ Ոչ մի տեղից սիրում ես այս ամեն ինչը։ Ես անձապես 4 տեղ աշխատում էի, մինչև այս ամեն ինչը։ Հիմա մի տեղ եմ աշխատում Փարքոց, բայց այս 4 տեղ աշխատում էի, որպեսզի կարողանայի բան անեի, իմ սիրած գործով ես զբաղվեի։ Բայց ունենք այսօր այն վիճակ, որ կարելի է մի տեղում աշխատել, քո սիրած գործը լինի ու առանց ֆինանսի չի լինում։ Դա ասենց ասեմ, էլի սուտ մարդկանց կերակրելու եւ բանանելու վիճակն է եղել, ինչ էր։ Մեր մի բան էլ ավելացնելու թեղ 17 թվականին բան էր, ֆինանսավոր էր կրճատվում գիտության։ Սաղս մոռացել ենք այդ արդեն։ 17 թվին մեր մոտ լուրջ կրճատումներ եղավ, չէ՞։ Եղավ։ Հիմա դա բոլորս մոռացել ենք։ Դել մի քիչ ջահել չնենք, այդ վաղ լավ լրիվ ջահել էի, բայց բան էր, էլի կարող է դու էլ կրճատվեիր, եթե մի քիչ լավ աշխատող չլիներ, այդ էր վիճակը։ Իսկ 18 թվից հետո չգիտեմ, էլ մինչև այդ ակումուլացվեց եւ կարող է նաեւ պատերազմը հասկացրեց, մարդիկ հասկացան, որ առանց գիտության, որովհետեւ ամեն դեպքում առաջի պատերազմի ժամանակ ինչ խնդիր կար լուծվում էր։ Իսկ 20 թվին Facebook-ով քիմիկա ֆիզիկա էին ման գալի։ Այդ էր։ Ես դա լավ եմ հիշում։ Ու մանեկողն ասում էր, «Էսի կարաս անես», որ ասում էր դրա համար գործարանա պետք, ասում էր դու ուրեմն քիմիկ չես։ Դե լավ։ Ինստիտուտ մասնակցում է գիտության շաբաթ փառատոնին, ես նկատում եմ, որ հետաքրքրվածություն կա թե երեխաների թե մեծահասակների կողմից, բայց դա կարծում եմ քիչ է, իսկ սեր ինչպես պետք է արթնացնել։ Մեր մնջարանը մի հատ պրինցիպ է ունեցել, իր մոտ ում անթուն է։ Ինքը դե ԵՊՀՄ-ն է դասավանդը, իր մոտ գործի վերցրել է մենակ այն երեխեքին, որոնց ընտանիքում ֆինանսապես ապահովված են եղել։ Դες բան ունեցել, պրինցիպ ունեցել, բոլորն է պատմում են դա, ով որ հասցրել տեսնել։ Ֆինանսապես ապահովված ու ասենք ֆինանսների խնդիր չունեցող, որոնք չեն նայելու միայն աշխատավարձին, բայց սովետի վաղ ծաղի համար աշխատավարձը նույնն էր։ Բայց ինչի համար էին գնում, որովհետև բան էին տեսնում, պերսպեկտիվա, որ ունենալու են, ասենց ասած, գոնե կարիերա։ Այդ դրա համար գնում էին, չէ՞։ Գնում էին։ Հիմա երբ որ ասում են փողը, այսօրվա մոտիվատորը այդքան էլ փողը չի լինում, այլ լինում է փողը այն բանի հետ, որ դու վաղը միսօր ունենալու ես ստաբիլ աշխատանք։ Երբ որ դու չես պատկերացնում, օրինակ չես պատկերացնում, որ 5 տարի ցանկացած երեխա էլ իր 5-7 տարին, 10 տարին արդեն ուզում է հասկանա ինչ անելու։ Ամենաբանն է դա։ Մեծ խնդիրը, որ պետք է այդ մարդկանց ցույց տաս, որ դու 5-7 տարի երբ որ ստե աշխատես, քեզ հանգիստ ես զգալու, հա։ Եթե աշխատես, լավ առնելու, ուրիշ ոչ մի բան։ Մենք այդ ամեն ինչը չունեինք։ Մենք պրոստը աշխատում էինք, որովհետև սիրում էինք։ Ու դրա համար մեծ մասը պարզապես հենց հնարավորության դեպքում կամ դուրս էր գնում, կամ վատագույն դեպքում դուրս գնալը մասնագիտության մեջ մնալը մի լավ դեպքն էր, ստեղ մնալ ուրիշ մասնագիտություն մեջ մնալը մյուս լավ դեպքն էր։ Լինում էր, որ պարզապես եւ դուրս էին գնում եւ մասնագիտությունից էին հեռանում։ Այն մարդիկ, որոնք այդ պոտենցիալն ունեին, այդ լիքն են, այդտենց մարդիկ մեր ընկերության բանի մեջ, որ պարզապես եւ որպես մասնագետ եւ որպես բան ստեչ են։ Որպես ընկերություն էլ արդեն sense ասած իսկ մոտիվատ այդ հետաքրքրվածությունը տեսեք նաև գալիս է դպրոցներում ես գիտեմ որ հիմա բնագիտական մասնագիտությունների դասատուների մեծ խնդիր կա նաև իրանց է գալի մեր sense ասած լավ վիճակներից մեկն է որ մենք շատ լավ դպրոցում դասատուն ենք որ բաներ անում էլի վարակեց մեզ այդ ամեն ինչի մեջ Այսօր պետք չի շատ բան, պետք է պարզապես ցույց տալ, որ դու կարողանալու ես քո ընտանիքը պահել, ես ասացի, որ ծնողները ուղղորդում են։ Ծնողներն էլ են ուզում, որ իրանց երեխեքը հանգիստ լինեն, որովհետև ցանկացած ծնող էլ հասկանում է, ես այն խոսքի սաղ կյանքը չի պահելու իր երեխան։ Ինչքան էլ ուզում է սիրում է, եսի ինչ անում, բայց շոր մի պահից սկսած ուզենա չի կարողանալու պահի, պարզապես։ Ձևն է տենց, կյանքն է տենց։ Ու դրա համար մարդիկ պետք է հասկանան նույն ծնողի մագարտակով թեկուզ, որ երբ որ երեխան գա ասի գնում եմ քիմիական կամ գնում եմ, չգիտեմ, բնագիտական այլտեղ, մասնավորապես ես ավելի շատ քիմիան է հետաքրքրում, դրա համար եմ ասում, ծնողը չկանգնի ասի, բա վաղը ինչ ես անելու։ Իմ մոտ այդ խնդիրն եղել է։ Ես ընկերոջ եկել ասել եմ, շատ ասել են դու ես որոշում։
բայց շատ չեն ընդդիմացել երևի։ Եթե ընդդիմանայի կարող է սա բժշկական գնայի։ Ու всё։ Իսկ նույն ձևը լիքը երեխեք որ կարային դառնային լավ քիմիկներ, լավ ֆիզիկներ կամ կենսաբաններ, գնաց մտել են բժշկական ու տառապում են։ Այն բանով են տառապում, որ փորձում են ինչ-որ այդ ոլորտներում աշխատել ու աշխատում են։ Խտիր է։ Այժմ պետք է ընդհանուր առմամբ այդ երեխեքին այդ նաև ծնողներին համոզել այդ ամեն ինչը, իսկ այսօր համոզել պետք չէ, որովհետև դա իրականություն է, որ կարելի է ունենալ այս մասնագիտությունը ու ապրել։ Բայց դա էլի մնում է մի հատ խնդիր, որ պետք են գործարաններ, որպեսզի որ այն մարդիկ, ովքեր չկարողացան իրենց գտնել գիտության մեջ, ոչ բոլորն են կարողանալու, դա բնական է, դա նորմալ է, բայց իրանք իրենց այդ գիտելիքներով կարողանալու են արտադրությունում կամ, չգիտեմ, այլ ոլորտներում լիք հաջողություններ ունենան։ Մի քիչ բան է, էլի, այս ոլորտը, որ չգիտես էլի, ինչ կգա գլխիդ կամ չգիտես ում համար է, էլի մի քիչ բանով, էլի, sense պիտի այդ վարակվածը լինելը ունենաս, էլի, քո մեջ այդ եթե չունեցար, խնդիր լինելու է։ Շնորհակալություն։ Մենք զրուցում ենք Գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանի հետ։